Էքսցենտրիզմով, խորը հումորով ու մոգական ռեալիզմով ֆիլմերի հանրաճանաչ Սերբ հեղինակը Կուստուրիցան է անգամ անդրադարձել այն կինոյին, որի այսպես ասած ռեժիսորը Հայաստանի իշխանությունն է։ Գլխավոր հերոսը այդ իշխանության հակաեկեղեցական արշավին չմիացած գործարար Սամվել Կարապետյանը։ Ինչքան էլ փորձեն որ կալանավորվել է 2 ամսով։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին հայտարարության համար։ Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը Հայաստանում հայ առաքելական եկեղեցուն աջակցելու համար արևմուտքի կողմից հասարակության վրա լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է։ Օրուելյան հասարակության ամենաբարձր մակարդակը։ Զելենսկին դա անում է Ուկրաինայում, նրանք փորձել են դա անել Չեռնոգորիայում, բայց այնտեղի ժողովուրդը ապստամբել է եւ Բելգրադը կարողացել է պաշտպանել եկեղեցին։ Շոու բիզնեսն ու մարզաշխարհն են արձագանքել հայ գործարարի կալանավորմանը։ Այդ տրամաբանությամբ կարելի է ինձ էլ ձերբակալել։ Հայաստանի իշխանության քայլը հեգնել է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Արարատ 73-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը աջակցություն է հայտնել Կարապետյանի լուսանկարը հրապարակելով։ Երգիչ Ռազմիկ Ամյանն ասել է համաձայն է հայ գործարարի հայտարարության ամեն տառի հետ։ Ինչ ասել ա կիսում եմ, այո։ Արթուր Խաչենցի համոզմամբ Հայաստանում ու Արցախում միլիարդների ներդրումներ արած աշխատատեղեր ստեղծած գործարարին Սամվել Կարապետյանին շնորհակալ չլինելը սրբապղծություն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, թե այսօր Հայաստանը ովքեր են ղեկավարում։ Ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն ուղերձով հորդորել է ուշ չի գալ, քանի դեռ ուշ չէ։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր տվել են այս հրամանը եւ ովքեր կատարել են այն, կանցնի մի որոշ ժամանակ կամաչեն դրա համար։ Անգամ ադրբեջանցիներին հաճոյանալ սիրող Ֆիլիպ Կիրկորովն է աջակցություն հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին, վերահրապարակելով գործարարի դստեր գրառումը։ Բարերար գործարարին փակի տակ պահելու Փաշինյանի քաղաքականությունը քննադատել են հենց քաղաքականության մշակները։ Ազգային խայտառակությունը, երբ մեծ ներդրողը եւ բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե Սփյուռքում եւ թե Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։ Հայաստանի Հանրապետության նախագահներից առաջինը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է արձագանքել։ Իսկ քաղաքական քննադատությունը միայն Հայաստանով չի սահմանափակվել։ Աշխարհաքաղաքական կենտրոններից են անգամ խոսել Սամվել Կարապետյանի բանտարկության մասին։ Քրիստոնյաների դեմ հարձակումների եւս մեկ ցնցող օրինակ է, վտանգվում է հավատքը դավանելու ազատությունը։ X-ի իր բլոգում գրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նախկին օգնական Տարա Ռիդը։ Գերտերություններից մյուսից Ռուսաստանից, որի քաղաքացի է հայ գործարարը, նախագահի մամուլի քարտուղարն է արձագանքել։ Դմիտրի Պեսկովն ասել է, Կրեմլում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին, պատրաստ են որպես ՌԴ քաղաքացու տրամադրել անհրաժեշտ օգնություն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան այն համոզմանն է, որ Սամվել Կարապետյանին տարօրինակ պատրվակներով է ձերբակալել Փաշինյանի իշխանությունը։ Փաշինյանը Սամվել Կարապետյանին փաստացի հնարավորություն է տալիս ներկայանալ ոչ միայն որպես գործարար ու բարերար, այլև որպես քաղաքական գործիչ, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոստանտին Զատուլինը։ Աշխարհի քարտեզում իր տեղը կորցրած հայկական Արցախի ազգային ժողովի նախագահն էլ ընդգծել է Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հաղթանակները։ Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին, թե պատերազմական օրերին, թե պետականաշինության դժվարին փուլերում, կիսելով արցախցիների հոգսերը, կանգնելով մեր ժողովրդի կողքին։ Արցախը Ադրբեջանին հանձնած Փաշինյանը ուր է տանում Հայաստանը։ Նաև հայ բարերար գործարարին բանտարկելով։ Մենք գիտենք, թե ինչպես ավարտվեց այս քաղաքականությունը Ուկրաինայի համար, երբ ազգային շահերը զոհաբերվում են հանուն արևմտյան շահերի։ Հայաստանը շատ արագ շարժվում է Ուկրաինայի ճանապարհով։ Հայ ժողովուրդը հավատացյալ է եւ ամենայն հայոց կաթողիկոսը վայելում է ժողովրդի մեծ հարգանքը։ Եվ ուրեմն այն, որ Սամվել Կարապետյանն ամեն կերպ աջակցում է եկեղեցուն, խոսում է իր ժողովրդի, իր հայրենիքի հանդեպ նրա վիթխարի սիրո մասին, քանի որ եթե չլինի հավատքը, որը ազգի համար միավորող ուժ է, ազգը կքայքայվի։ Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է։
ջանք խնայելու իրավունք չունենք, ասել է քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։ Դժվար էր պատկերացնել ավելի վատ ուղերձ, որ կարող էր ստանալ աշխարհը մեր ժամանակակից պետության մակարդակի մասին, քան Երևանում անվանի բարերարի ու ականավոր գործարարի կալանավորումը մեկ ելույթի պատճառով։ Սամվել Կարապետյանին 2 ամսով բանտարկելը քննադատել են հայ ու օտարազգի շատ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, հասարակական միություններ, կազմակերպություններ, նաև Սփյուռքից։ Իսկ գործարար համայնքն ինչ է ասում իր ընկերոջը բանտարկելու մասին։ Ժողովուրդ ջան, եկեղեցուն պաշտպանելու համար մարդը չի կարա հալածվի։ Սամվել, մենք քեզ հետ ենք, եկեղեցու եւ մեր ժողովրդի հետ, ասել է Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Մեխակ Գալստյանը։ Եկեղեցի կողքն ենք։ Ստինկոմ ընկերությունների խմբի նախագահ Գենադի Ստեփանյանն ասել է Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը տխուր էջ է, բայց մեր իմաստուն ժողովուրդն ու մեր պատմությունը ամեն ինչ ու բոլորին կդնեն իրենց տեղը։ Լուր են Հայաստանաբնակ գործարարները։ 1-2-ին միայն կարելի է տեսնել Սամվել Կարապետյանի պաշտպանության կուլիսներում։ Արփիս Քեսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։